Հարգելիներս, կարծում եմ շատերը ինպես անտարբեր չեն կարողանում անցնել կարմիր կարտոֆիլի կողքով։ Շատ համեղ կարտոֆիլի տապակա է ստացվում, շատ համեղ կարտոֆիլի պյուրե է ստացվում, աղցանների մեջ կարելի է օգտագործել, ինքը ունի վառ դեղի գույն և շատ համեղ է։ Եվ հավելեմ, որ ես սիրում եմ կարտոֆիլը կեղևահան անեմ հոսող ջրի տակ։ Հարգելիներս, կարմիր կարտոֆիլի և սովորական կարտոֆիլի գնային տարբերությունը չնչին է։ Մի փոքր կարմիր կարտոֆիլը թանկ է վաճառվում, բայց կարճ է կոծել։ Հիշում եմ, կար ժամանակներ, մի քանի տարի առաջվա, որ անգամ մանուշակագույն կարտոֆիլներ էին վաճառում։ Իրանից էլ էր արտակարգ կարտոֆիլի տապակա էր ստացվում։ Շատերը նախընտրում են կարտոֆիլը կտրտեն միանգամից թավայի մեջ, իսկ ես նախընտրում եմ այսպես առանձին կտրտեմ, հետո ավելացնեմ եռացող ձեթի մեջ։ Իսկ դուք որ տարբերակն եք ընտրում, ինչպես եք պատրաստում կարտոֆիլը։ Հրաշք ախորժաբեր տեսք ունի մեր կարտոֆիլը, աղ եմ արել և կրկին շարունակում եմ տապակել։ Հարգելիներս, մեկ անգամ ռուսական հեռուստաալիքներից մեկով ես մի հաղորդում էի նայում և զրուցակիցներ Կրեմլի գլխավոր խոհարարը, շեֆ խոհարարը, և նա առաջի հերթին խոսած տապակած կարտոֆիլի մասին և պատմում էր իր հուշերից, երբ որ ինքը առաջի անգամ մտել է Կրեմլի խոհանոց և մտածել է, որ այնտեղ զանազան ուտեստներ է տեսնելու, հետաքրքիր, տարբերվող, և այնտեղի ներկա գործող շեֆ խոհարարը իրան ասել է, որ մենք հիմա սկսելու ենք տապակած կարտոֆիլ պատրաստել, որը համարվում է Կրեմլի լավագույն ուտեստներից մեկը։ Այդ մարդը իրոք շատ էր զարմացել, ոնց կլինի տապակած կարտոֆիլը, և իրան բացատրել են, որ առաջի հերթին տապակած կարտոֆիլը լցնում են եռացող ձիթայուղի մեջ, բերանը այսպես բաց վիճակում է լինում, չեն փակում, քանի որ փակած ընթացքում կարտոֆիլը սկսում է ալխել և առատ կրակի ներքո սկսում են տապակել։ Այսպիսի պատմություն միտս եկավ, և չգիտեմ ներկա պահին կրկին պահանջված կերակուր է տապակած կարտոֆիլը թե ոչ, բայց ճիշտ պատրաստված կարտոֆիլը այսպիսի խրթխրթան տեսք ունի, և կարծում եմ բոլորն էլ սիրում են։ Եվ այսպիսով, հարգելիներս, մեր ախորժաբեր բոլորի կողմից սիրված խրթխրթան կարտոֆիլը արդեն պատրաստ է։ Ես մատուցեցի աղցանի հետ, իդեպ նշեմ, աղցանի բաղադրատոմսը կրկին իմ էջում կարող է գտնել։ Մի փոքր պատմություն հիշեցի կարտոֆիլի մասին։ Ահա դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։ Իդեպ հավելեմ, որ Պետրոս առաջինն է կարտոֆիլ առաջի անգամ Ռուսաստան ներկրել, ժողովրդին սովորացրել կարտոֆիլ ուտելը, որից հետո կարտոֆիլը դառել է բոլորիս կողմից սիրված և բոլոր ուտեստների մեջի անբաժանելի մասնիկը։